Կեցես, որ զանգեցիր, շնորհակալություն զանգի համար, 65-36-36-ը ձեր տրամադրության տակ է, սիրելի բալիկներ, Դալիթա, գիտես, ես քեզ հիմա մի հանելուկ եմ տալու, համարիկի հանելուկը, եթե դու ճիշտ պատասխանես, ես քեզ մրցանակ եմ տալու, հիմա շատ ուշադիր լսիր, տեսնեմ, որը քեզ համար նախատեսեմ, այս մեկը, տեսնենք, իմանաս թե չէ, ուշադիր լսիր, Հաստագրուղ, հաստափոր, իսկ բերանս լայն ու խոր, ջուրը իմ տունն է ջինջ ու զով, ավազն էլ փոքրիկ ծով։ Կարող ես կռահելու մասին է խոսքը, ուզում ես մի անգամ էլ լսել։ Աջացի։ Մեր Հիսուս, չէ, առյուծի մասին չի խոսքը։ Հաստագրուղ, հաստափոր, իսկ բերանս լայն ու խոր, ջուրը իմ տունն է ջինջ ու զով, ավազն էլ փոքրիկ ծով։ Հա, Դալիթա։ Ձուկ, Չէ։ Ես կասեմ չէ, կրյա, չէ։ Այ մեր կենթանաբանական այգում կա այնքան մեծ է նա։ կոկորդիլոս, Չէ, հաստագլուխ, հաստափոր կոկորդիլոս ես տեսել։ ոչ կիտ, Չէ, մեր կենթանաբանական այգում հաստատ կետ չկա։ այո, այդ չէի մտածել, Խոսքը գետաձիու մասին է։ Շատերն ասում են բեգեմոնդ, այդ բեգեմոնդի մասին է խոսքը։ Ես ուրեմն ուզում եմ մի փոքր ներկայացնեմ Դալիթայի կենսագրական տվյալներ, ովքեր չգիտեն թող իմանան, որովհետև բայց մեկը քեզ մրցանակ եմ տալու, նվեր եմ տալու վերջում։ Ես չեմ տա, մերին կտա, որովհետև մենք շատ լավ գործընկերներ ունենք, ովքեր մեզ տրամադրում են մրցանակներ։ Ուրեմն Դալիթան ասացի, որ 10 տարեկան է, սովորում է Ալմանախ դպրոցում, նա նաև Miss Երևան 2005-ն է, Miss Հայաստան 2005, Miss Գովազդ 2006, Miss Տաղամ 2007, այսքան շատ մրցույթների ես մասնակցել։ կազմ կոմիտեի պատվավոր անդամի 2008 թվականին ճիշտ է, Miss Top Model Հայաստան 2009, փաստորեն ամեն տարի մինիմում 1 միջոցառման մասնակցել ես, չէ՞։ Այո, մասնակցել եմ, լավ այդ Top Model 2009-ին ինձ թարգադրեց Ալեքս Աբրահամը բռնցքամարտիկ։ Դա քեզ համար մեծ պատիվ էր։ Այո, Իսկ նկարվել ես հետը, հա։ այո, նկարվել եմ, Շատ լավ։ Երաժշտական դպրոց ես գնում։ սովորում եմ երաժշտական դպրոցում Ալեքսանդր Սպենդիարյան, Ինչ մասնագիտությամբ։ Երգում ես թե նվագում։ համ նվագում եմ, համ երգում, Դու փաստորեն նաև պարում ես։ Այո, պարում եմ, նախ երաժշտական դպրոցից ասեմ, 3 բաժնում եմ սովորում, գիտար, դաշնամուր եւ վոկալ։ Իսկ պարը, որ ասացիք, սովորում եմ խարակտեր պարային համույթում, որի ղեկավարն է Աննա Ռաշիդովնան։ Կարող ես բարևներ ուղարկել։ Այո, ուզում եմ ողջունել։ Ողջունիր։ Դալիթայի բարի առավոտ երգն ենք հիմա լսում, բայց ասեմ, որ նա նաև մասնակցել է վերջերս Շանթի թաքնված տաղանդ նախագծին, Պարի դպրոցում օլիմպիադաների է մասնակցել է Նովայա Վալնա մրցույթի եւ դարձել դափնեկիր, մասնակցելու է մանկական Եվրատեսիլին, հա, մասնակցել ես թե մասնակցելու ես։ Ոչ, մասնակցելու եմ Մասնակցելու ես։ Հրավերներ ես տանում ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու։ Այո, Իսկ ավելի մանրամասն կարող եք օրինակ նրա մասին իմանալ www.dalita.am կայքից, ճիշտ եմ ասում։ այո, Ուրեմն Դալիթան, սիրելի բարեկամներ, այսքանով հանդերձ նաև իրեն փորձել է ուրեմն լրագրողական արվեստում եւ նա հիմա հանդիսանում է Բումբումիկ շոուի թղթակից։ Լավ է, չէ՞։ Լավ ներկայացրեցի։ Այս առավոտ երգը լսենք եւ գովազդից հետո կշարունակենք։
Շարունակվում է մայրիկներ եւ բալիկներ արձագանք ռադիոկայանի եթերում, ողջույն ենք ասում բոլոր բալիկներին, մայրիկներին Եվ հայրիկներին։ Ահա, օրինակ եթե մերի դու լինեիր ռադիո լսող եւ հիմա փորձեիր SMS գրել, ում կգրեիր ողջունել։ Գրեիր ինձ SMS-ով, որ ողջունի այսինչ մարդուն, ում կգրեիր։ Իմ ընկերներից մեկին։ Լավ, բարձր, իսկ դու Դալիթա։ Չէ՞ որ դու նաև զբաղմունքներ ունես, չէ՞։ Այո, իմ դպրոցին, իմ բարի դպրոցին, ինձ նամակագրողներին, իմ սայթ նամակագրողներին, ովքեր որ ինձ ջերմ խոսքեր են գրում, եւ այդքան։ Համարենք, որ դուք նրանց արդեն ողջույններով հարգեցիք ջերմ։ Գիտեք ով է զանգել։ Ով։ Լևոնիկը։ Ողջույն։ Ողջույն։ Լավ ես Լևոն։ Հա։ Մենք քեզ արդեն այնքան էինք կարոտել։ Ինչու չէիր զանգում։ Գիտեմ։ Չգիտես, կմեծանաս կիմանաս։ Այսօր պատրաստվում ես քուրիկների հետ երգել։ Մերի ու Դալիթայի հետ։ Հա։ Ինչ կերգեք, երեխաներ առաջարկեք, դե արագ, ինչ երգեք։ Նապաստակը։ Նապաստակը Լևոնիկը չգիտի։ Արևը։ Երգի սկսի Լևոն, ես Արև, եկեք, զիզի քարի վերեք, սև ամպեր հեռացեք, արևին ճամփա տվեք, արև հաղթեց ամպերի, շողը քցեց սարերի, զիզի քարը տեստես, ըսպղում է լուսքի պես, զիզի քարը տեստես, ըսպղում է լուսքի պես։ Կեցես Լևոն, մենք ես ջերմ ծափարություններ ենք ուղարկում, այսպես, բոլորիս կողմից։ Շնորհակալություն, շարունակիր մեզ լսել։ Իսկ հիմա ես հարցեր ունեմ Դալիթային, դու ինձ պատասխանիր որպես երգչուհի։ Դու բեմ ես բարձրանում, չէ՞, դու տարբեր միջոցառումների ես մասնակցում։ Զգում ես, որ ինչ որ պատասխանատվություն կա, որ հենց այնպես չի, քեզ աթոռի վրա չեն բարձրացրել տանը եւ ասում են հյուրերի մոտ երգիր։ Այդ մի ամբողջ հանդիսատես է նստած եւ սպասում են ինչ որ լավ համարի։ Չէ՞ որ այսօր բոլորն էլ ուզում են լավ երգ լսել, լավ տրամադրություն ստանալ։ Եթե ինչ որ բան ձևական լինի, հանդիսատեսը դա կզգա։ Պատմիր դու քեզ ոնց ես զգում բեմի վրա։ Բեմի վրա ես ինձ ընդհանրապես ազատ եմ զգում։ Ես ներկայացնում եմ իմ գործը, իմ երգերը, իմ բարերը մարդկանց, փորձում եմ ցուցադրել։ Ինքդ ստեղծագործում ես, ունես գրած երգեր, թե չէ։ Ոչ։ Պարտադիր չէ։ Ես պարզապես հարցնում եմ, իմանանք էլի։ Մերի հարց ունեիր Դալիթային։ Ոչ։ Չունես։ Լսենք նրա երգերից։ Այո։ Լսենք այս պահին ծնունդը շնորհավոր է թե բարիր ինձ հետ է։ Երբ ծնունդը շնորհավոր։ Ծնունդը շնորհավոր եւ այսօր շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձը եւ մեր գործընկերուհիներից երկուսին էլ ենք շնորհավորում, նրանք հիմա մեզ հետ չեն աշխատում, բայց մենք նրանց շատ սիրում ենք, բայց երկուսն էլ նշում են իրենց ծննդյան տարեդարձը Վարսիկն ու Փառանձանը։ Եվ շնորհավորում եմ Դալիթայի կողմից էլ։